Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ղրղզական խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուլուի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան եւ ընդգծել երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա ամուր հարաբերությունների փաստը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով պետք է հիմնվել դրանց վրա ավելի զարգացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում։ Երկրի ղեկավարը կարևորել է փոխգործակցության հետագա զարգացումը նաեւ միջխորհրդարանական ձևաչափով, ինչը եւս նոր ազդակ կհաղորդի քաղաքական երկխոսությանը։ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուլուն շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար եւ վարչապետին փոխանցել Ղրղզստանի նախագահի ջերմ ողջույնները։ Ղրղզստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի խորհրդարանականների հետ ձևավորել են սերտ փոխգործակցություն եւ իր այցի նպատակն է նոր ազդակ հաղորդել երկկողմ կապերին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ղրղզստանի միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությանը, երկկողմ հարաբերությունների օրակարգային տարբեր թեմաներ, ինչպես նաեւ տարածաշրջանային նշանակության այլ հարցեր։ Երբ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որ ժամանակին ապրել են Հայաստանի տարածքում։ Հիմա ոնց են հայերն ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ։ Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա ընդգծել է, պետք է հասարակություններին պատրաստել դրան եւ այս համատեքստում հիշեցրել ֆրանսիացիների եւ անգլիացիների օրինակը, ըստ որի 100 տարի իրար դեմ պատերազմելուց հետո դաշնակից են դարձել, հիմա միասին այլ երկրներ են բակոցում։ Նա նաև պատասխանել է լրագրողների այլ հարցերի։ Ոչ արևմտամետ ենք, ոչ ռուսամետ։ Մենք հայամետ ենք, Հայաստանի ռեալ օրակարգն ենք սպասարկում, ասել է Սիմոնյանը։ Չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն ընկնել։ Եվ այն խնդիրները, այն հարցերը, այն հարցադրումները, որոնք կան մեր ռուս գործընկերների նկատմամբ, դրանք օրակարգից դուրս չեն եկել։ Այնուամենայնիվ, ո՞րն է հապկի սահմանը։ Այնուամենայնիվ, ինչի է հապկը նույնիսկ քաղաքական մակարդակով իրեն հեռու պահել։ Այդ հապկի երկրներից մեկն է հայտարարել, որ իրենք միասին հաղթեցին Հայաստանին եւ այլ, այդ եւ շելի շատ ու շատ հարցեր դուրս չեն եկել։ Բայց դրանք չեն լուծվում։ Ճանապարհը ո՞րն է, դրանք թողնել շարունակել։ Չէ, ճանապարհը հետեւյալն է։ Այլ ճանապարհ։ Ճանապարհը հետեւյալն է, ճանապարհը այդ հարցերը բարձրացնել, միևնույն ժամանակ մեր անվտանգային համակարգը, մեր տնտեսությունը այլ տարբերակներ փնտրելն է, բայց գիտեք ինչ, եկեք հələ մի բան վերանանք, հա, որևիցե երկրից։ Այնուամենայնիվ լավ բան չէ մի երկիրը ամբողջությամբ մեկ խողովակից կախելը եւ մեկ ճանապարհով երկիրը ապահովելը։ Ասում եմ, կարևոր չի դա որ ճանապարհն է։ Չի կարելի լինել միայն, չգիտեմ, արևմտամետ, չի կարելի լինել միայն ռուսամետ։ Պետք է քո երկրի շահերը ունենալ։ Բայց Մոսկվան բազմաթիվ անգամ է ասել, որ եւ հնարավոր չէ։ Լսեք, Մոսկվան ունի իր օրակարգը, Հայաստանի Հանրապետությունը ունի իր օրակարգը։ Այդ հանդիպումները, այդ խոսակցությունները հենց դրա մասին են։ Տեսեք, մեր հարևան Իրանը ունի իր տեսլականը, ԱՄՆ-ն ունի իր տեսլականը եւ Հայաստանի Հանրապետությունը հենց դիվանագետի, հենց քաղաքական գործչի աշխատանքի ամբողջ իմաստը այն է, որ այս բոլորի ցանկությունների մեջ սպասարկի հայկական ցանկությունը, ինչը որ մենք անում ենք։ Իսկ գիտեք ինչ, ռուսամետները գալու են ասեն ոչ միայն Ռուսաստան, եվրոպամետները գալու են ասելու են ոչ միայն Եվրոպա, իսկ այդ ընթացքում Հայաստանը պետք է իր շահը այդ ծանր այդ երկու բևեռների կամ 3 կամ 4 բևեռների միջով իր շահը տանի։ Շահազատության կապված ազգային ժողովում ընդունվեց, բայց հայտը հիմա անհայտ ձեր թիմակիցներ ասում են հնա Գորեր Արուսպապյանը, որ մենք չենք կարող եւ ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում լինենք։ Հիմա հայտ երբ է պատրաստում Հայաստանը արդեն ներկայացնել։ Հիմա տեսեք, դուք Եվրոմեդիա անվանումով լրատվամիջոցն եք։ Ես մեր լրատվամիջոցի վերեմ։ Հա, չէ, Եվրոմեդիան բերեմ օրինակ, Եվրոմեդիա լրատվականը իմ ունեցած տեղեկություններով բավականին ռուսամետ գործընկերներ ունի։ Ես կարամ, ես օրինակ եմ, ես ժողովրդի մասին չեմ խոսում, կարամ ժողովրդից խոսեմ։ Եվրոմեդիան ունի, բայց անունը դրա Եվրոմեդիա։ Մեկը մյուսին հիմա հակասում է,
Չի ակնկալում։ Հարցային հայտի հետ կապված, ես մելիարատվամիջոցի հետ կապված։ Վերջացավ, ես ձեր հարցին պատասխանում։ Ասում եմ, եւ միաժամանակ երկու աթոռի վրա նստել հնարավոր չի։ Միաժամանակ երկու աթոռի վրա նստել հնարավոր չի, այ ամբողջ խնդիրը դա է։ Այ ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ ինչ-որ մարդիկ փորձում են անընդհատ ինչ-որ աթոռների վրա նստեն կամ այդ աթոռները վերադարձնեն ու էլի նստեն։ Չեն նստելու իրանք աթոռների վրա, նստելու են բանտում։ Դա ժամանակի հարց է ընդհանրապես, դա մեկ։ Երկրորդ, գոյություն ունի։ Կարող եք ասել, աշխարհում գոյություն ունեցող մեկ երկիր, որ տենց ամբողջությամբ մի քաղաքական գիծ է վարում։ Տենց երկրները դադարում են գոյություն ունենալ։ Քաղաքական առումով այդ երկրները դառնում են ծայրագավառներ եւ դադարում են գոյություն ունենալ։ Դրա օրինակները հիմա չեմ ուզում բարձր բերեմ, բայց շատ վատ օրինակներ են։ Հայաստանի Հանրապետությունը բարի հարաբերություններ է ունենալու եւ ունի Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ, փորձելու է իր հարաբերությունները կարգավորի Ռուսաստանի հետ։ Դա նորմալ եւ հասկանալի բան է, բայց չի նշանակում, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ որևիցե մեկը պետք է իրանց դրածոներին փորձեն ստեղ իշխանություն սարքել, պետք է իրանց ամբողջությամբ հայկական տնտեսությունը իրանցով անեն, դրա համար պետք է բալանսա, որևիցե այլ ծայրահեղության մեջ ընկնել, պետք չի ուղղակի, հասկանում եք, պետք չի sense բաներ անել, կտրուկ բաներ անել։ Սա քննչական կոմիտեի չերկիզվող պահարանից հափշտակված $590,000-ից $578,000-ն է։ Ինչպես ու ովքեր են կատարել աննախադեպ այս գողությունը, տեսախցիկներով վերականգնվել է թե ժամանակագրությունը, թե բացահայտվել հանցավոր սխեման։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը նշում է, գործել է հանցավոր խումբ։ Խումբը նախորոք արդեն պլանավորված ձևով իրականացրել է հանցանքը։ Ըստ մեղադրանքի գողությունը կազմակերպել է քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի պաշտոնակատար Գորթ Հադևոսյանը, կատարել Էդգար Գրիգորյանը, որը մեղադրյալ է մեկ այլ աղմկահարույց գործով։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության շենք ներխուժելու, գույք ոչնչացնելու համար։ Այս գործով Գրիգորյանը ըստ մեղադրանքի 2 անգամ է մուտք գործել քննչական կոմիտեի շենք տարբեր օրերի։ Մասնավորապես սուն թվականի մայիսի 16-ին ժամը 16:50-ի սահմաններում մուտք է գործել քննչական կոմիտեի դեղատան 3 հասցեում գտնվող մասնաշենք, մոտ 11 րոպե մնալով հանդերձ վերադարձել է իր բնակության հասցեն։ Երկրորդ անգամ Էդգար Գրիգորյանը կոմիտեի մուտք գործել արդեն մայիսի 20-ին ժամը 16:40-ի սահմաններում։ Ընդ որում, ըստ մեղադրանքի հանցագործությունը քողարկելու, հետքերը վերացնելու նպատակով դիմել է մի շարք միջոցների։ Մասնավորապես կրել է ռետինե դիմակ, բժշկական դիմակ, ակնոցներ, նույնիսկ տանից դուրս գալիս արդեն նախապատրաստված կերպարանա փոխվել է, նույնիսկ հարևանները չեն ճանաչել, իսկ իրեն նկատելի տեսախցիկների կողքով անցնելիս ձեռքով փակել է դեմքը, օգտվել է պատահական տաքսի ծառայություններից եւ ուղևորվել դեպի քննչական ստորաբաժանում։ Մեղադրյալը քննչական կոմիտեը մտել արդեն իսկ սիլիկոնե ու բժշկական դիմակներով, ակնոցով, ձեռքին սև պայուսակ։ Գրիգորյանը շենք մուտք գործելիս օգտվել է նախապես կրկնօրինակած անցակարտից։ Այն ըստ մեղադրանքի նրան տվել է քննչական կոմիտեի պաշտոնյան, որը պատկանել է իր ենթակա քննիչներից մեկին։ Մեղադրանքի համաձայն պաշտոնյան Գրիգորյանին է տվել նաև այն քննիչի աշխատասենյակի ու պահարանի բանալիները, որտեղ գտնվել է իր եղենապացույց $590,000։ Կադրերից երևում է, թե ինչպես է մեղադրյալը վերելակ կանչելիս մաքրել մատնահետքերը, բարձրացել 6-րդ հարկ։ Մտել է միջանցք, նստել միջանցքում գտնվող բազկատորի վրա ժամը 16:40-ի սահմաններում։ Այնուհետև նստել եւ սպասել մինչեւ աշխատանքային ժամն ավարտվել, աշխատակիցները դուրս են եկել, մնացել մինչեւ առավոտյան 05:20 րոպեին։ Հենց լուսադեմին էլ կրկնօրինակած բանալիով մտել է քննիչի աշխատասենյակ, բացել չերկիզվող պահարանի դուռը, վերցրել գումարը։ Պատրանք ստեղծելով, որ իբրև վնասել է չերկիզվող պահարանի փակոցները, միջոցներ է գործադրել դրանք վնասելու ուղղությամբ։ Այնուհետև ձեռնոցներով փորձել է մաքրել պատերին, ինչպես նաև դռներին թողված հետքեր։ Այստեղ հատկանշական է նաև, որ տվյալ անձը իր հետ վերցրել է տարա, որտեղ հետքերը թաքցնելու նպատակով նաև բնական կարիքներ հոգացել է տվյալ տարայում։ Գրիգորյանը շենքից դուրս է եկել 16 ժամ անց, առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում։ Անմիջապես հանցանք կատարած անձը չի մեկնել
տուն, այլ տարբեր տաքսիների միջոցով տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզեր, այսինքն շրջանցելով, այլ կերպ թաքցնելով հետքերը, այնուհետև տեղափոխվել է իրանց տուն։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի հանցագործության բացահայտումը դժվարացնելու նպատակով հանցագործը հափշտակված գումարը բաժանել է տարբեր մասերի, այն փոխանցելով տարբեր անձանց։ Հանցագործությունը բացահայտվել է ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում։ Գրիգորյանը հայտնաբերվել դեպքից 3 օր անց։ Մայիսի 23-ին ժամը 22:30-ի սահմաններում Երևան քաղաքի Շիրազի փողոցից հայտնաբերվել, ձերբակալվել եւ իր ԱՄ-ով տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե վարույթն իրականացնող մարմնին։ Մեքենայի բնակարանի խուզարկությամբ, ինչպես նաև վարույթային այլ գործողությունների միջոցով հայտնաբերվել է գողացված ապացույցի մեծ մասը՝ $578,000։ Գումարի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ գործողություններ են իրականացվում։ Քննիչը նաև քննչական կոմիտեի պաշտոնյա Գորթ Հադևոսյանի մեղադրանքն է ներկայացնում։ Քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի պետի պաշտոնակատարը հանցակ կատարած անձին, խմբի մյուս անդամին հայտնել է, որ իր ենթակա քննիչներից մեկի աշխատասենյակում գտնվող չերկիզվող պահարանում գտնվում է իրեղեն ապացույց հանդիսացող $590,000 եւ հանցավոր համաձայնության են եկել նշված գումարը հափշտակելու նպատակով։ Կրկնօրինակված բանալիները, սիլիկոնը եւ բժշկական դիմակները, ձեռնոցները, հագուստը դեռ հայտնաբերված չեն։ Մեղադրյալն այն դեպքից հետո նետել է աղբամանը։ Պարզվել է, որ ռետինե դիմակը մեղադրյալը ձեռք է բերել դեպքից մի քանի ամիս առաջ Լիստեյեմ կայքից։ Մեղադրյալ Էդգար Գրիգորյանն ընդունել է մեղքը, մեր զրույցում ասաց նրա պաշտպան Աշոտ Ապրեսյանը։ Ըստ քննիչի, նա նաեւ ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Մեղքն ընդունելու ցուցմունք է տվել նաեւ մյուս մեղադրյալ Գորթ Հադևոսյանը։ Նրա պաշտպանը մեր զանգերն անպատասխան թողեց։ Երկուսն էլ կալանավորված են։ Պարզվել է նաև, որ $590,000 իրեղեն ապացույցը խուզարկությամբ ձեռք էր բերվել մեկ այլ քրեական վարույթով եւ պահարանում մնացել մոտ 1 տարի։ Քննության առարկա է նաև իրեղեն ապացույց ճանաչված գումարը կենտրոնական բանկին կամ այլ վարկային կազմակերպությանը պահպանության չհանձնելու հանգամանքները։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ մնացած $11,200, ինչպես նաև հանցախմբի այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ռուսաստանի նախագահը Կրեմլում ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին։ Վլադիմիր Պուտինը եւ Հական Ֆիդանը ի թիվս այլնի քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Պատերազմի դադարեցման ուղղված ջանքերը եւ մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցած Կիև-Մոսկվա ուղիղ բանակցություններին հաջորդած զարգացումները։ Անդրադարձ է եղել նաեւ Մոսկվա-Անկարա երկկողմ հարաբերություններին։ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուն, որը գլխավորել էր Կիևի հետ վերջին ստամբուլյան բանակցություններում ռուսական պատվիրակությունը։ Հայտնի է, որ Ֆիդանը պատրաստակամություն է հայտնել Թուրքիայում նորից հյուրընկալելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցող թիմերին։ Վոլոդիմիր Զելենսկին դատապարտել է վերջին օրերին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զանգվածային հարձակումները, որոնց հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր։ Ընդամենը 3 օրում Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 900 անօդաչու թռչող սարք, բալիստիկ եւ թևավոր հրթիռներ են արձակվել։ Ռուսաստանն ընտրում է շարունակել պատերազմը, հայտարարել է Զելենսկին։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը ավելացնել Մոսկվայի վրա ճնշումը։ Ավելի վաղ ռուսական հարվածները դատապարտել է նաեւ ԱՄՆ նախագահը։ Վլադիմիր Պուտինի հետ միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել, բայց նրա հետ ինչ որ բան է պատահել, նա խելագարվել է, կարծիք է հայտնել Դոնալդ Թրամփը։ Կրեմլի խոսնակը մեկնաբանել է Գերմանիայի կանցլերի հայտարարությունը, որ Լոնդոնը, Փարիզը, Վաշինգտոնը եւ Բերլինը չեղարկել են Ուկրաինային ռազմական մատակարարումների սահմանափակումները, եւ Կիևը կարող է հեռահար զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Եվրոպական երկրների որոշումը հակասում է ռուս-ուկրաինական քաղաքական կարգավորմանն ուղղված Մոսկվայի ձգտումներին, նշել է Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանի նախագահի խոսնակն անդրադարձել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև գերիների նոր փոխանակման հնարավորությանը։ Նրա խոսքով դա կախված է Ուկրաինայի հետ հետագա բանակցությունների արդյունքներից։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան ավարտել են 1000-ի դիմաց ձևաչափով գերիների փոխանակումը։ Այն տևել է 3 օր՝ մայիսի 23-ից 25-ը։ Կողմերը պայմանավորվածությունը ձեռք էին բերել Ստամբուլում։
Ուկրաինան պատրաստ է դառնալ Եվրոպայում Ադրբեջանի համար էներգետիկ կենտրոն, Բաքու կատարած այցից հետո հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը։ Կիևը, ինչպես Եվրամիությունը, Ադրբեջանին համարում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման կարևոր գործընկերը։ Ուկրաինան կարող է զգալի ներդրում ունենալ էներգետիկ տարանցման ոլորտում իր փորձագիտական կարողությունների եւ Եվրոպայի ամենամեծ պահեստների շնորհիվ, նշել է Անդրի Սիբիհան։ Նրա խոսքով Ադրբեջանը ռազմավարական նշանակություն ունի Ուկրաինայի կայուն զարգացման, այդ թվում արդար եւ երկարատև խաղաղության հասնելու համար։ Սիբիհան հավելել է, որ թվարկված հարցերը մանրամասն քննարկել է նախևառաջ Ադրբեջանի նախագահի հետ։ Շնորհակալություն եմ հայտնել Իլհամ Ալիևին Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու, ինչպես նաև Ռուսաստանի լայնածավալ ներխուժման առաջին իսկ օրերից ցուցաբերած մարդասիրական եւ էներգետիկ օգնության համար, ընդգծել է Սիբիհան։ Դիվանագետը հավելել է, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում քննարկվել են նաև ներդրումների եւ բիզնես կապերի զարգացման, Ուկրաինայի հետ պատերազմյան վերականգնման հեռանկարները։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի գլխավորած պատվիրակությունը Թուրքիայից մեկնել է Թեհրան հանդիպել Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ։ Նա ընդգծել է Իրանի եւ Պակիստանի համատեղ ջանքերի կարեւորությունը դադարեցնելու Գազայում Իսրայելի ռազմական գործողությունները։ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նաեւ կարեւորել է այն փաստը, որ Հնդկաստանը եւ Պակիստանը պայմանավորվել են կարգավորել վերջին օրերին երկրների միջև բռնկված էսկալացիան։ Խամենեին ընդգծել է իսլամական երկրների միասնության կարեւորությունը։ Շարիֆին ընդունել է Իրանի նախագահը Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է Պակիստանը Իրանի կարևոր հարևանն է։ Նա հույս է հայտնել զարգացնելու հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային եւ միջազգային գործակցության ոլորտներում։ Մեր ընդհանուր սահմաններն էլ պետք է զերծ լինեն անկայունությունից եւ ահաբեկչական ու հանցավոր խմբավորումների ներկայությունից, հավելել է Փեզեշքյանը։ Պակիստանի վարչապետն էլ հավատացրել է, որ Իսլամաբադն աջակցում է խաղաղ նպատակներով միջուկային էներգիան օգտագործելու Իրանի իրավունքին։ Նախատեսվում է, որ Շարիֆը Իրանից կուղևորվի Ադրբեջան։ Անցյալ ամռանը ուտելիքով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդության 5 բռնկում է արձանագրվել, որից 2-ը հանրային սննդի կազմակերպություններում։ Հիմնական պատճառը սննդի պահման ու պատրաստման կանոնների խախտումն էր։ Վարակը կարող է փոխանցվել նաև ջրի ու ձեռքերի միջոցով։ Ինչ կանխարգելիչ միջոցառումներ է պետք իրականացնել։ Սննդամթերք գնելիս պետք է ուրեմն այդ սննդատեսակները գնել խանութներից, արագ փչացող սննդատեսակները, ինչպիսիք են կաթնամթերք, միս մսամթերք, ձու, կրեմային հրուշակեղեն, պարտադիր պետք է ուշադիր լինել, որպեսզի այդ սննդատեսակները պահպանվեն սառնարանային պայմաններում։ Այնուհետև կարևոր հանգամանք է նաև սննդամթերքի պատրաստման կանոնների պահումը, մասնավորապես սննդամթերքի պատրաստումից առաջ պարտադիր պետք է ուշադիր լինել հում եւ պատրաստի սննդամթերքի կանոններին, մասնավորապես նույն սարքերով, սարքավորումներով չի թույլատրվում մշակել հում եւ պատրաստի սննդատեսակները։ Կարևոր կանխարգելիչ միջոցառումներից է նաև միրգ բանջարեղենի հոսող ջրի տակ լվացումը, եթե առկա չէ հոսող ջուր, ապա միրգը եւ բանջարեղենը պետք է լվանալ եռացրած, սառեցրած ջրի մեջ։ Չի թույլատրվում եւ խորհուրդ չի տրվում նաև գնել սննդատեսակներ, որոնք վաճառվում են բացօթյա, ոչ պատշաճ պայմաններում պահված։ Գանգատների դեպքում պետք է անմիջապես դիմել մասնագետի, ինքնաբուժությամբ չզբաղվել, այլապես կունենաք բարդություններ։ Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանիշների մասին մանրամասներ է հայտնում ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ վարակաբան Հայկ Հարությունյանը։ Հիմնական ախտանիշները լուծը դա օրական 3 անգամից ավել աղիների գործելն է եւ 300 միլիգրամից ավել, 300 միլիլիտրից ավել կղանքային զանգվածները, դա արդեն ինքնին կոչվում է լուծ։ Լուծը եթե արկա է լուծ, դա արդեն խոսում է որևէ հիվանդության մասին, որը որ կարող է ուղեկցվել ինչպես ընդհանուր երևույթներով, այսինքն ինտոքսիկացիայի, ջերմության բարձրացումով, ընդհանուր թուլությունով, փսխումներով, այնպես էլ կարող է որպես հենց այդպեսին առանձնացված միայն մեկ ախտանիշով ընթանալ, լուծով ընթանալ միայն։ Հասարակության մեջ առավել լայն տարածում ունի առանց բժշկի ցուցումների հակաբիոտիկների օգտագործումը։ Հանրապետությունում շատ են դեպքերը, երբ ոչ ճիշտ դեղորայքի կիրառումը երիկամային անբավարարության եւ անդառնալի այլ հետևանքներ է ունենում։ Ավելի լավ է ընդհանրապես ոչ մի դեղամիջոց չընդունել, քան սխալ գործողությունների զոհ դառնալ, նշում է Հայկ Հարությունյանը։ Բավականին հաստատված սխեմա կա աղիքային ինֆեկցիաների ժամանակ, որ սնունդն է կարելի եւ որը չի կարելի, դա հասանելի է եւ կայքերում եւ
գրականության մեջ, դա ապացուցված է, որ դեղորայքն է խորացնում հիվանդությունները եւ դա բավականին մատչելի է այդ ինֆորմացիան։ Մեր ազդեցությունը միայն կարող է լինել սննդային եւ ջրազրկման կանխարգելում հեղուկների ձևով։ Մնացած դեղորայքային բուժումը միանշանակ պետք է նշանակվի բժշկի մասնագետի կողմից, որտեղ ելի եմ կրկնում շատ դեպքեր կա, որ ուղղակի տարբերակելը կախված է տարբերակումից կախված է հետագա հիվանդության ամբողջ ընթացքը։ Ռոմելա Աբովյանի խոսքով բնակչության շրջանում ամեն կերպ պետք է փոխել հակաբիոտիկների կիրառման հարցում տարածված մոտեցումը։ Կան հիվանդություններ, որոնց բուժումը հնարավոր է եւ առանց այդ դեղամիջոցների։ Հակամանրային դեղերի ոչ նպատակային, ոչ անհարկի եւ ոչ նպատակային կիրառման արդյունքում կարող է անձի մոտ ձևավորվել հակամանրային կայունություն եւ մի քիչ ավելի պարզ լեզվով ասած, եթե վերցնում ենք անտիբիոտիկ կամ հակաբիոտիկը կարող է ուղղակի հետագայում չազդել տվյալ անձի մոտ որոշակի հիվանդության բուժման համար։ Սա մի քիչ ավելի պարզ լեզվով ասեմ, որ ավելի հասկանալի լինի եւ հակամանրային կայունության դեմ պայքարի համատեքստում նաեւ մեր երկիրը մշակել եւ գործադրել է հերթական ծրագիրը հակամանրային դեղերի դեմ պայքարի առումով։ Եղանակների տաքացմանը զուգահեռ սկսվում է ակտիվ հանգստի կազմակերպման էքսկուրսիաների շրջանը։ Մասնագետները եւս մեկ անգամ հորդորում են պահպանել սննդի գնման, պատրաստման կանոնները, հետևել հիգիենային եւ լինել ուշադիր սեփական առողջության նկատմամբ։ Գավառի Հացառատ թաղամասի բնակիչ Գարիկ Պողոսյանը տարիներ առաջ իրենց տնամերձ այգին թանգարան դարձրեց։ 19-ից մինչև 20-րդ դարի կեսերի գյուղական ավանդական կենցաղային իրերի ցուցադրությամբ երիտասարդն այցելուներին պատմում է գրեթե մոռացության մատնված արհեստների ու տեխնոլոգիաների մասին։ Դպրոցական երեխեքը հաճախակի գալիս են եւ հենց այդ գործիքներով բացատրում եւ ցույց են տալի հացի ստեղծման պատմությունը, ինչ գործիքներով, ինչ տարբերակներով, ինչ տանջանքով են այդ մի կտոր հացը վաստակել, որպեսզի ներկա սերունդը գնահատի իր ծնողների ստեղծած այդ մի կտոր հացը։ Այգու նկատմամբ աճող հետաքրքրությունը երիտասարդին էկոհյուրատուն կառուցելու գաղափար տվեց։ Տեղի եւ օտարերկրյա զբոսաշրջիկները ոչ միայն գիշերակացի վայր կունենան, այլև հաղորդակից կլինեն գյուղական ավանդական կենցաղավարությանը, աղոթքով եւ օրհնությամբ է մեկնարկում հյուրատան բացման արարողությունը։ Վստահ եմ, որ այս կառույցը եւս, այս շինությունը եւս պիտի ծառայի մեր ազգին, մեր համայնքների ազգաբնակչության եւ այն բարի ցանկությունը, այն բարի ներդրումը, որ կատարել է Գարիկը Պողոսյան իր ընտանիքով, իր հարազատներով, բոլոր այն մարդկանցով, ովքեր որ այսօր կյանքի են կոչել այս շինությունը, թող իրենց հույսերը պսակվեն աստվածային սիրո մեջ։ Էկոհյուրատան բակում միախառնվում են պատրաստվող ավանդական ուտեստների եւ անուշեղենների բույրերը, ցուցադրում են թոնրում կամ խարույկի վրա ամենատարբեր ճաշատեսակների պատրաստման ընթացքը։ Զբոսաշրջիկներին էլ առաջարկելու են ըստ ցանկության անձամբ թոնրով լավաշ եւ գաթա թխել, գավառի հայտնի քյուֆթա եւ այլ ուտեստներ պատրաստել։ Իր անունը ճմուռա, տնական յուղով է պատրաստած, ձեզ մի կարակը հալել են, արել են յուղ, այդ մաքուր յուղով, պուրիի նման բոքոններ ասիրուն արվում է թունիրի մեջ, ու յուղի մեջ լսնում ես, տապակում ես, ուտում ես ինքը իրանով։ Ինչ-որ բանի մեջ, երբ որ դու ինքդ ջանք ես ներդնում, այդ ավելի համով է ստացվում, փորձված բան է։ Դրա համար մեր հյուրերը փորձում են, մասնակից են դառնում այդ բոլոր գործողություններին, ինչ որ պատվիրում են, իրանք մասնակից են դառնում եւ անտեսում են։
Զբոսաշրջիկներին տեղական խոհանոցին եւ ավանդույթներին ծանոթացնելն ու դրանց մասնակից դարձնելը մարզում տուրիզմը զարգացնելու լավ հնարավորություն է։ Ոլորտի ներկայացուցիչները կարևորում են նաեւ կեցության պայմանների բարելավումը։ Ամենակարևորը, ինչ ես այսօր այստեղ տեսա, ամեն ինչ շատ համահունչ է տեղի մշակույթին, սովորություններին եւ խոհանոցին։ Շատ կարևոր է, երբ հատկապես միջազգային զբոսաշրջիկը այցելում է մարզ, ինչու՞ չէ, նաև մենք քաղաքաբնակներս կարողանա օգտվել մարզային գաստրո փորձառնություններից։ Զբոսաշրջության կոմիտեն իր բոլոր գործիքներով կնպաստի նման նախաձեռնություններին, այդ թվում սոցիալական փաթեթով իրենց հանգիստը անցկացնող մեր քաղաքացիներին ուղղորդելով դեպի մարզեր, դեպի նման հյուրատներ։ Սա որպես զբոսաշրջային կարևորագույն ծառայություն նպաստում է նաև մեր տարածքում ընդհանրապես տնտեսական զարգացմանը, զբոսաշրջիկները տարբեր ծառայություններից են օգտվում եւ դա ուղղակի եւ անուղղակի ազդում է մեր ընդհանուր քաղաքի եւ համայնքի տնտեսական զարգացմանը։ Վստահ եմ, որ այս հյուրատունը լայնելու է իր ծառայությունները, այս հյուրատունը նաեւ խթան է հանդիսանալու, որպեսզի նաեւ այլ բնակավայրերում նման օրինակ հյուրատներ զարգանան։ Հյուրատան արտաքին տեսքը կրկնում է 20-րդ դարասկզբին Գավառում կառուցված տների ոճական առանձնահատկությունները, ինչը համահունչ է առաջարկվող ծառայությունների բովանդակությանը։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 9.1 միլիարդ դրամի ստերային շրջանառության դեպք։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գործող պարենային եւ ոչ պարենային առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար եւ չի տրամադրում ՀԴՄ կտրոն։ Փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ։ Արդյունքում ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ Ձեռնարկված համակողմանի եւ մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են։ Ձեռք են բերվել փաստական տվյալներ ու հանգամանքներ այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2025 թվականի մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը թաքցրել է շուրջ 9.1 միլիարդ դրամի իրացմաշրջանառություն։ Փաստական տվյալների հիմքով կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի պետությանը պատճառվել է ավելի քան 2.6 միլիարդ ՀՀ դրամի վնաս։ Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ արկա իրավախախտումների համաձայն վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ դրամարկային մեքենա պարտադիր է։ Ընդ որում, նշված պահանջի պարբերաբար չկատարումը կարող է վկայել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին։ Հաշվի առնելով այս հանգամանքը, հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց խստորեն հետևել օրենքի պահանջներին եւ զերծ մնալ իրավախախտումներից։ Մայիսի 25-ին ժամը 23:44-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն վեդի բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է։ Րոպեներ անց ստացվել է նմանատիպ նոր հաղորդում։ Հիվանդանոց տեղափոխված 18-ամյա պատանու վիճակը միջին ծանրության էր։ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ մայիսի 25-ին ժամը 23:30-ին Վեդի քաղաքի Շիրազի փողոցի սկզբնամասում կայարանամերձ տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել 15-ից 17 տարեկան 3 պատանու եւ 3 այլ անձանց միջև։ Վեճին միջամտել են 3 հոգի, այդ թվում պատանիներից մեկի 44-ամյա հայրը։ Այդ ընթացքում էլ միջամտողներից մեկը Վեդու բնակիչ 43-ամյա տղամարդը մոտը եղած սուր կտրող ծակող առարկայով հարվածել է 44-ամյա համակարգացուն Ալիկ Հակոբյանին եւ հիվանդանոց տեղափոխված 18 դեռ չբոլորած պատանուն։ Ստացած վնասվածքների հետևանքով 44-ամյա Ալիկ Հակոբյանը բուժհաստատությունում մահացել է։ Ժամը 2:35-43-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է Վեդիի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Մայիսի 18-ի ուշ երեկոյան ոստիկանություն էր զանգահարել մայրաքաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը։ Էլեկտրական ծխախոտների խանութից գողություններ կատարվել։ Համայնքային ոստիկանության նորնորքի բաժնից մեկնեց օպերատիվ խումբ։ Տեխնիկական միջոցի գործադրմամբ դուռը բացել, մտել էին խանութ եւ գողացել 1.200.000 դրամի էլեկտրական ծխախոտ։ Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ, մայիսի 25-ին ստացվեց նմանատիպ նոր ահազանգ։ Գայի պողոտայում գտնվող մեկ այլ խանութի կախովի փականի օղակը կոտրել եւ գողացել էին 1 միլիոն դրամի էլեկտրական ծխախոտ։ Այս հանցագործությունն էլ կատարվել էր ուշ երեկոյան մութն ընկնելուն պես։ Իրավապահների գործողություններն այս անգամ արագ արդյունք տվին։ Պարզվեց, որ երկու գողությունն էլ կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ 55-ամյա տղամարդը։ Մայիսի 26-ի առավոտյան նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Նորնորքի բաժին։ Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ Մայիսի 19-ից 26-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4565 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 228 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստավ վիճակում մեքենա վարող 132, առանց վարորդական իրավունքի վկայականի 306 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 38, չամրակապված վարելու 754, առանց մանկական նստատեղի քարսիթի 2, վարելու ընթացքում ծխելու 347, վարելիս հեռախոսից օգտվելու 273, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 54 եւ 1950 այլ իրավախախտում, 125 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 304-ը տեխնիկական զրնություն չանցած, 45-ը լուսարձակների անսարքությամբ, 64-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 66 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16545 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 584 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստավ վիճակում մեքենա վարող 249, առանց վարորդական իրավունքի վկայականի 812 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 80, չամրակապված վարելու 4157, առանց մանկական նստատեղի քարսիթի 234, վարելու ընթացքում ծխելու 409, վարելիս հեռախոսից օգտվելու 652, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 57, արագության գերազանցման 2361 եւ 5099 այլ իրավախախտում, 474 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 1535-ը տեխնիկական զննություն չանցած, 287-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 10-ը բեռնատար, 174-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 38 անձ։